Արցախի խորհրդարանի առաջին երկրորդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյան 16 տարի էլ աշխատել եմ որպես կրոնի բաժնի պատասխանատու։ Պարոն Սարգսյան, տեսեք, այն ինչ տեղի ունեցավ ապրիլյան քարորյա պատերազմում հայտնի է բոլորիս, դրանից հետո արդեն 44-օրյա պատերազմը, հետագա զարգացումները եւ վերջում, որ արդեն իշխանության կողմից հնչեցին հայտարարություններ, որ արցախցիները չեն կռվել, որ Ղարաբաղյան շարժումը շարունակել պետք չի։ Ուրեմն ասեմ ապրիլյան պատերազմի վերաբերյալ մեր հետախուզությունը գիտեր, որ պատերազմը պիտի սկսվի, բայց չեն նախապատրաստվել ոնց պետք է։ Դրանում ես 100% համոզված եմ։ Այնուհետև երբ պատերազմը սկսել է հենց առաջի օրը, ես գնացել եմ, որ հերթագրվեմ, ինձ ասել եմ, քանի որ ազատամարտի միության անդամ չես, չեն հերթագրել, բայց եղբորս հերթագրել են, ինքը գնացել է պատերազմի, ես մնացել եմ որպես թիկունքում։ Հիմա այդ պատերազմի ընթացքում պարզ է ինչ է եղել, իրենք ինչ տեխնիկաներ են օգտագործել, առաջի անգամ բայրակտարներն են փորձարկել եւ մնացած եւ ինձ համար խիստ զարմանալին այն է Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ինքը չի իմացել, որ իր շտաբի պետը գնացել է Մոսկվա եւ պայմանագիր համաձայնել զինադադարի պայմանագիր։ Հետագայում երբ Սերժ Սարգսյանին հարցրել են ինչու են բարձունքները մենք չենք հետ գրավել, որովհետեւ այդ հնարավորություն մենք ունենք, ինքը հայտարարել է, որ չի ուզում ավելորդ զոհեր տա։ Իսկ ես որպես զինվորական, հետագայում ես եղել եմ Արցախի շտաբի պետն եմ եղել Աշխարհազորի, Ստեփանակերտի Աշխարհազորի շտաբի պետն եմ եղել։ Ես գիտեմ ինչ է նշանակում զինվոր, զինվորը հրաման է կատարում, ոչ թե հետ է նահանջում կամ ինչ կամ ինքը եթե կռվում ես դու պետք է պատրաստես նայել հայրենիքի համար զոհվելու։ Այդ ամբողջ խնդիրը ոչ թե այն բարձունքները մենք հանձնել ենք եւ հետագայում դա հաջորդ պատերազմի ժամանակ հիմք հանդիսացել հենց անմիջապես մեր տարածքները գրավել մանավանդ Մարտակերտի այդ վերին շրջանը հենց իրանց պատճառով որ ժամանակին մեր այդ կարևորագույն դիրքերը հանձնելն ինչպես հիմա որ այսպես կոչված այդ ադրբեջանցիներ այն բարձունքները մերոնք վերցրել են մեր ոչ չասեմ այսպես կոչված շտաբի պետը հայտարարում է որ Սովածանան Ծարավանան իշնելու են ինքը խելքը իրանա գնացել որովհետև անասունում մենակ այդպես կմտածի եթե կեր չկա իշնում է դրա համար ինձ համար խիստ զարմանալի է որ նման մարդիկ եւ նման հայտարարություն անան իսկ այսօր մենք հավաքվել ենք արցախցիներով եւ իհարկե բոլոր ցանկացողներն էլ այստեղ եկել են ապրիլյան այդ պատերազմի զոհերի հիշատակը հարգելու Եվ կանրադառնեք կանին, հա? Հաղթանակեր ի վերջո, թե պարտություն, որտեվ այսօր իշխանությունը պարտություն էր որակում այդ տարիներին։ Գիտեք, բոլորն էլ յուրաքանչյուր իր տեսակետն են էլ արտահայտում։ Հիմա տեսնում եք հենց ամերիկյան այս ժամանակակից պատերազմը։ Թրամփը այնտեղ հայտարարում որ մենք արդեն հաղթել ենք իրանք էս այդ նույնն էլ եղել է մեր պատերազմի ապրիլյան պատերազմի ժամանակ։ Մենք գտնում ենք որ մենք ենք հաղթել, թուրքերն էլ իրանք բանն անում որ իրանք են հաղթել, բայց ինչ է տեղի ունեցել, փաստորեն դա նախահիմք կամ նախադուռը կարելի է հաշվել հաջորդ պատերազմի։ Իրենք այն բանակում ասում են, չէ, ռազվեդկա զբոյում էլի, ասինքն իրենք հենց այդ բանը արել են, համոզվել մեր թույլ տեղերը իմացել, ինչ կա, ինչ չկա։ Հակաօդային պաշտպանությունը հիշում եք հետագայում Արայք Հարությունյանը հայտարարում է, որ մեր օդը լրիվությամբ ապահովված է, իրենք ոչ մի բան չեն կարողանալու անեն, բայց չմոռանանք նաև որ պաշտպանությունը օդային նաև հանձնված է եղել ռուսներին, որոնք չեն օգտագործել։ 3 օր թույլ են տվել, 3 օրվա ընթացքում այդ 44 օրյա պատերազմի ընթացքում ահռելի քանակությամբ մենք բայրակտարներ ենք խփել։ Նրանց դու թույլ չեն տվել եւ թուրքերը եկել են սկսել արդեն ոնց որ ասում գրավել են մեր տարածքները։ 20 թվականի մասն է խոսքը։ Խոսքը 20 թվականի 2020 թվականի վերջի հայտարարություններին, որոնք հնչել են իշխանությունների կողմից, որ արցախցիները փախան, հատկապես ռազմաքաղաքական ղեկավարության ներվերջին չեպազրույցում հնչած մեղադրանքը Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վերաբերյալ Ուրեմն ասեն, տեսեք ինչ է տարքիր բան։ Ուրեմն շատերը ասում են, որ իբր Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան իրենք են կազմակերպել, որ 44 օրյա պատերազմի ժամանակ մերոնք պարտվեն, որ բանը իշխանափոխություն լինի։ Դա ես բացարձակ անմտություն եմ ասում, ինչի համար։ Հանձնաժողով է ստեղծվել 44 օրյա պատերազմի վերաբերյալ։ Եթե այդպիսի փաստ լիներ, իսկույն կներկայացնեին, իսկ ինչու են թաքցրել։ Որտեւ բոլոր այն 1000-ից ավել մարդկանց հարցակննել են, բոլորն էլ պարզ ասել են, ովքեր են իրենց հրաման տվել, որ դիրքերը հիմա կոնկրետ մեր օրինակը ասեմ, Աշխարհազորը
մեզ տված ա եղել ուրեմն Սարուշենից Սարգսաշեն այդ ամբողջ հատվածը 7 կիլոմետր հատվածը մենք ենք հսկել։ Նոյեմբերի 5-ին եկել են մեզ ասել, որ պետք է դիրքերը թողեք դուրս գանք։ Ով է ասել։ Փաշինյանի կողմից։ Եվ Մասխուդյանի հիշում եք, ինչու իրեն բանը, որտեղ նույն Մասխուդյանը այնտեղից զանգել է Երևան, ասել, որ այսպիսի հայտարարություն կա, մենք դուրս չենք գալու, որտեղ եթե մենք դուրս եկանք, թուրքերը գալու են այստեղ բարձրանան վերև Հարավ գյուղն, Հարավ գյուղից Ստեփանակերտը կարելի է քարով էլ խփել։ Եվ մենք էլ չենք դուրս եկել։ Հետագայում ես որ արդեն ես մնացել էի զենքերը բերելու, այն մեր այդ հայտարարությունը մեր հրամանատարն էլ դեմ եղել եւ մեր հետախուզության պետը, որ ինձ հետ էր միասին էինք այստեղ Վազգեն Հայրումյան, եւ ես զանգել եմ որ Արայիկ Հարությունյանից իմանամ այդպիսի բան կա, զանգել եմ գեներալ Վարդան Բալայանին։ Ինքը ասլա ես կպարզեմ, ինչեւ հիմա պարզում եմ։ Այսինքն այդպիսի իրոք հրաման եղել է, որ դիրքերը թողեն դուրս գան։ Այդ ամբողջ խնդիրը։ Եվ մենք որ գնացել ենք առաջին բանի պատերազմին հոկտեմբերի 7-ին ա եղել, որ Քանդ Խորադիզը մեզ հագցրել են սպեցնազի հագուստ, պատկերացրեք աշխարհազորայիններին եւ ասել, որ այդ Քանդ Խորադիզը պետք է մենք գնանք վերցնենք։ Մենք գնացել ենք վերցել Քանդ Խորադիզը, որ պիտի օգնության գային, հրամայել են օգնության չեն եկել։ Եվ արդեն տանկերը, որ թիվը արդեն 64-ի է հասել, մերոնք բնականաբար թողել են դիրքերը եւ հեռացել։ Ոչ թե փախել են, այլ հեռացել են դիրքերից եւ այդ պատերազմի ընթացքում մենք տվել ենք 4 զոհ, 17 վիրավոր։ Իրենց պատճառով, որ չեն եկել օգնության ժամանակին։ Այն էլ ոնց ա եղել, տանկերը, որ եկել են սկսել արդեն մերոնց վրա խփելը, բնականաբար արդեն մերոնք պիտի վերկենային խրամատներից, որտեվ եւ ականանետներով են խփում եւ ամեն տեսակ գրադով բանով խփում են, պետք տեղը գիտեն, բնականաբար պիտի դուրս գան։ Դուրս են եկել այդ շարժվելու ժամանակ 4 հոգի մենք զոհ ենք տվել եւ հետագայում գնացել 2 հոգի այնտեղից հանել։ Երկուսին հնարավոր ա եղել հանել, երկուսին չեն կարողացել, որտեվ անընդհատ կրակի մեջ են եղել։ Այնպես որ նման հարցեր կա, էլի հիմա այսօր կանգնում են ասում, որ փախել են, չեն եկել։ Լավ, եթե փախել են, չեն եկել։ Գլխավոր գերագույն հրամանատարը դու ես։ Ինչու՞ չես պատժել։ Եթե իրոք թողել են դիրքերը փախել։ Այնքան էլեմենտար բաներ կա, եւ հիշում եք այն Իսկանդարի մոմենտը, որ ասում է 10% է պայթել։ Այ խելոք, գոնե մոտ մին մասնագետ չունես, քեզ բացատրեմ, որ պատկերացնում ես հրացանը խփես 10%-ով պայթի, այդպեսի բան չի լինում, փամփուշտը 10%-ով պայթի։ Եվ ավելի կարևոր հարց, ինչու այն ժամանակ չեն խփել Բաքվի այդ նավթամողին, եթե խփեին Իսկանդարը, պատերազմը կավարտել։ Իսկույն կավարտել պատերազմը։ Իսկ չեն խփել, որտեղ պայմանավորված ա եղել։ Բոլորն էլ գիտեին։ Ես լինելով աշխարհազորային կարող եմ ներկայացնել, որ աշխարհազորայինները, որ եկել էին Հայաստանից, ես ամսի 28-ին, սեպտեմբերի 28-ին, ես ցուցակագրել եմ 189 հոգու Հայաստանի Հանրապետությունից եկած։ Մարդիկ են եղել, որ կյանքում ավտոմատով կրակած չկային, բայց այդ մարդիկ եկել են, որ կռվեն։ Հիմա նմանատիպ մարդկանց վերցել են տարել խրամատները։ Այդ մարդիկ մնացել են 10 օր, 20 օր, ոչ մի օգնություն, ոչ մի բան, խրամատները թողել են դուրս եկել։ Որտեւ իսկականից ոչ հրամանատար կա, ոչ բան կա եւ ոչ սնունդ կա, այդ մարդիկ ոնց մնային։ Փաշինյան։ Էդ էլ քո արածը։ Եվ 600 հոգի եկել են ծորը, մենք գնացել ենք ես մեր հրամանատարի հետ աշխարհազորի։ Գնացել ենք, ասում ենք տղաներ, խնդրում եք, եկեք աշխարհազորին միացեք։ Մենք ունենք հրամանատարներ, ես ինչ եմ, մեկը կասկածել, իմացել է թե ես բանեմ Հայաստանից գնացած եմ, ասում է ախպեր ջան, Ստեփանակերտցիները բոլորը փախել են, ասում ով է քեզ ասել։ Ես ինքը Ստեփանակերտցի եմ, արմատներով Ստեփանակերտցի, ես փախել եմ։ Չէ, ասում է, մնացած ով է դες ասել, որ փախել են։ Դուք ձեզ մի արդարացրեք, խնդրում եմ եկեք։ Եվ 4 հոգի են եկել, գնացել աշխարհազոր։ Եվ իրենք մեղք չունեն, որտեղ ասում եմ, իրանց խաբել են, այդ մարդիկ ասում է, գոնե մի 5 օրով գնանք տուն, լողանանք, ինչ որ հաց ուտենք գոնե, սնվենք գանք, այդ ա եղել ամբողջ խնդիրը։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։